Սիրելիներս ողջույն, ինչպես եք, ես լավ եմ ու ինչպես, միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, դե ինչ ժողովուրդ, այսօր սենց վիդեո է լինելու, երևի թե մի քիչ անսովոր, կարող է անսովոր լինի, կարող է որ սովորած լինեք, մեկու մեջ լինում են այսպիսի հոլովակներ, ուրեմն գլխավոր է, որ ասում նպատակս մեկ կոմենտարիայի պատասխան տալն է, Եվ դրես պատճառով որոշեցի այս վիդեոն նկարեմ, նախորդ զգուշացնեմ, եթե աղմուկոտ լինի, եթե ձայնը սպարս չլծվի, ներող եղեք, այստեղ կոնդիցիոներն է աշխատում, մեզ մոտ կրկին ահավոր շոքերը ետ են վերադարձել, դրես պատճառով առանց դրա անհնար է, դե ինչ, եկեք սկսենք սկզբում ձեր հարցերից, ինչ-որ հարցեր կա, որոնց կուզենամ ընդհանուր պատասխանը, միգուցե ինչ-որ մեկին էլ հետաքրքիր լինի, Եվ հետո կանցնեմ այն կոմենտարիային, որին որ ուզում եմ անդրադառնամ։ Մեկ վայրկյան, մի հատ, սենց որ ասում է, բարձիկ դնենք, որ հարմար նստենք, ահա։ Հիմա սկսեմ կոմենտարիայից, որը գրել է Լիանա Տերոհանյան, հա, երևի, ներող եղեք։ Բարև Սերինե ջան, ձեր կատուներին ապահովագրություն որտեղ եք արել, իսկ կազմակերպության հետ եւ արդյոք լավ ապահովագրություն է, ամեն բան ռոմբոքսե է լինում, թե ոչ, ռոմբոքսեն նշանակում ամեն բան փոխհատուցվում է, թե ոչ։ Ուրեմն Լիանա ջան, ճիշտ եմ, չէ՞ կարդացել։ Այո, այստեղ մի քիչ լույս է ընկել սկրինի վրա։ Լիանա, ճիշտ եմ կարդացել, Լիանա ջան, ուրեմն միանգամից ցույց տամ ձեզ մեր ապահովագրության անունը, սա է, օգտագործել ենք մենք այս ապահովագրությունը, ոչ, անկեղծ եմ ասում, արդեն մոտավորապես մի 5 տարի է, եթե ոչ ավել, մենք այս ապահովագրությանը վճարում ենք ամսական, կարծեմ 10 քանի եվրո է կամ ավել, անկեղծ նույնիսկ վճարման քանակը չգիտեմ, եթե մտնեք, արդեն կտեսնեք երևի թե ամսական ինչքան է պետք վճարել, Heomi է կոչվում, այս ապահովագրությունը վերցրել եմ, ինտերնետով եմ գտել, վերցրել եմ, որովհետև շատ տարիներ առաջ մեր փիսիկը, որ բալկոնից ցատկեց, այդ ժամանակ կողի ոսկորներն էր կոտրել և ապահովագրություն չուներ և իհարկե գիտեք ինչ որ կապված է կենդանու հետ շատ թանկարժի դրանից հետո չենք օգտվել որովհետև Փառք Աստծո առողջ է եղել և իհարկե բալկոնի այդ ցանցը հա մետաղյա որ քաշեցինք դրանից հետո էլ անհրաժեշտություն չեղավ Հիմա պետքա մենք վճարել ենք ընդհանուր իր այս կոնսուլտացիայով վիրահատությունով ընդհանուր վճարել ենք 450 եվրո Եվ նորմալով, եթե վիրահատությունն է, պետք է 100% ռոմբոքսե լինի, 100% փոխհատուցվի, հա։ Դրա այս պատճառով հիմա մենք պետք է սա լրացնենք, տանենք իր բժիշկին, հա, որը նույնպես ինչ-որ բաներ պետք է լրացնի և պեչատ դնի և սա ուղարկենք ֆակտուրի հետ և սպասենք ռոմբոքսմոյին Կարծեմ Սամոն ասեց մեկ ամիս է տևում, անկեղծ ասած ոչ մի անգամ չեն կարել, տեսեք ոնց որ պարկաս նստած եմ դուրս չի գալի, անկեղծ ասած ոչ մի անգամ չեն կարել և չեմ կարող ասել արդյոք լավն է թե ոչ, խոստանում եմ կիսվել արդյունքով, եթե 100% ռոմբոքսե եղավ, ուրեմն ես ձեզ անպայման տեղյակ կպահեմ ու կասեմ արժի սա վերցնել թե ոչ, եթե չէ, եթե գնում եք փիսիկների, կենդանիների կլինիկաները, այնտեղ ունեն իրանց հենց առաջարկվող ասորանսներ, հա, ստրախովկաներ, տենց ասեմ, ապահովագրություն հայերեն, սրան ես պատասխանեցի, այս հարցը, որ ասում է դրեցինք մի կողմ Լիանա ջան, հուսով եմ, որ հնարավորինս պատասխանեցի, մեկ վայրկյան, էտուալն է գրել, էտուալ կարծեմ անունը մեկ անգամ ձեր գրեցիք ուղիղ եթերի ժամանակ, բայց չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում, բարև Սերինե ջան, կարծում եմ Իսպանիա եք գնում, էդի որ հարցնում էի ձեր կարծիքով ուր ենք գնում, այդ հարցի պատասխանն է, չգիտեմ, շուտով կիմանաք, բան չի մնացել, Սերինե ջան, ձեր փիսիկներին որդեգրել եք և ինչ գներից են սկսվում այս կատունները Շատ եմ սիրում առողջություն Միկոին։ Մեր փիսիկներին իրականում չենք որդեգրել,
Շատ տարիներ առաջ մեր երեխաները հələ փոքր էին, Սամոն, Նանիկը շատ փոքր էին, երևի 7-8 տարեկան ու իրանք, չգիտեմ ինչի, իրանց մեջ մտել էր, որ իրանք անպայման փիսիկ են ուզում։ Ես ինքս փոքր ժամանակ փիսիկ պահել եմ, ես ինքս շատ եմ սիրում փիսիկներին, բայց ամուսնանալուց հետո նույնիսկ մտքովս չի անցել փիսիկ պահենք, անկեղծ։ Բայց չգիտեմ երեխաների մոտ թե ինչի էր այդ ցանկությունը առաջացել, որ իրանք հենց փիսիկ են ուզում։ Մենք այդ ժամանակ չունեինք ոչ աշխատանքի իրավունք, ոչ իրավունք նույնիսկ բնակվել Ֆրանսիայում, այդպես ասեմ, շատ են բարդ կարգավիճակի մեջ էինք, գլխապտույտների, այսպես ասեմ։ Եվ գնել փիսիկ, իհարկե թանկ են փիսիկները, կան տարբեր արժողության փիսիկներ, բայց հիմնականում թանկ են փիսիկները, ընդհանրապես կենթանին թանկ է այստեղ։ Որոշեցինք գնանք, Արմենը ինչ-որ մի հատ ծանոթ ուներ, որը որ ժամանակին մեր ապրած այդ, ոնց են ասում հայերեն, ֆոյե, այդ որ բոլորը մի տեղ են ապրում, չգիտեմ ոնց է հայերեն, ֆոյե, общежитие ռուսերեն է։ Չեմ անում հայերեն, ներող եղեք, մի խոսքով, ասեց այդ շենքի հետևը տեսել է կատվի ձագեր, հելան գնացինք, ասեցինք այդ տեղից կատվի ձագ գտնենք բերենք, հոդս էին ցնդե կատվի ձագերը չկային, իսկ իրավունք էլ նույնիսկ չունեինք պահել կատու մեր տան մեջ, որտեղ որ մեզ տրամադրել էին այդ տունը, մենք ապրում էինք տուն, դիմացի շենքում էինք արդեն ապրում, մի խոսքով, որոշեցին գնանք այդ ոնց են ասում, SPA ֆրանսերեն են ասում, որտեղ որ կենթանիները տեր չունեն, հայերեն չեմ անում, նորից ոնց են ասում։ Որոշեցին գնանք այդ տեղ նայենք ու մեր գնացած տեղը ու այդ ընթացքում ընդամենը մի հատ կատվի ձագեր, որը որ ինձ թվում է, որ հիվանդոտ էր, այդպես ասեմ, չգիտեմ, մեղք էր, բայց տուն տանելու չէր, ինչի որտեղ երեխեքը փիսիկ էին ուզում ու ասենք մեծը եթե ուզում է փիսիկ վերցնի, կհասկանամ տանի տուն, բուժի, զբաղվի, ասենք տանի բժիշկի, մենք նախ այդքան հնարավորություն չունեինք այդ կատուին տանեինք բժիշկները, որտեղ տեսեք, մի հատ փոքրիկ վիրահատություն, որը տևել է երևի թե 1 ժամ, արժե այս գինը։ Իսկ մենք այն ժամանակ ոչ աշխատանք ունեինք, ոչ մի կարգավիճակ չունեինք ու չէինք կարող մեզ թույլ տալ, ասենք փիսիկ բերեինք, որին խնամք է պետք։ Մի խոսքով, ասեցինք չէ երեխեքին, տխուր, ասում տխուր եկանք տուն։ Ու մի քանի ամիս անց արդեն երևի թե կարելի ասել երեխեքը մոռացել էին դրա մասին, այդ արանքում Արմենը աշխատանք գտավ, սկսեց աշխատել ու աշխատանքի վայրում խոսացել էր անդադ, որ երեխաները փիսիկ են ուզում ու գործընկերներից մեկը մի օր Միկոին, Ստյոպի էր, չգիտեմ եթե նկարը երեխեքի մոտ կգտնեմ կամ ինձ մոտ եթե գտա կգցեմ, ճիշտ է այդպես փոքրիկ ժամանակ չէ, բայց մոտավորապես տարիքը, հա մեկ էլ օրերից մի օր Արմենը փիսիկի հետ տուն մտավ, երևի թե ինչքան էր, 2 ամսական փիսիկ էլ չկար, մի խոսքով ուրախություն, շատ սիրուն փիսով ու տենց մեր փիսոն հայտնվեց մեր տանը, մեր Միկոն հայտնվեց մեր տանը, իսկ երկրորդ փիսիկին ընդհանրապես մտադրություն չկար, բայց Ալյոնան գնում գալիս էր ասում էր մամա, որ մի օր փիսո բերեմ տուն, փիսոյի ձակ մի օր բերեմ տուն, կպահես թե չես պահի, կպահես թե չես պահի, հա տենց հարցեր էր տալի, ասում էի դե որ բերես ասում էի կպահեմ, բայց ասում էի գլուխդ կջարդեմ, հանկարծ մտքովդ չանցնի փիսո բերես տուն, որտեվ ես իմ բնավորությունը գիտեմ, ես ինքս շատ խղճից թույլ եմ, ես կարող եմ նույնիսկ տելևիզորով ինչ-որ մի տենց կենթանուն վնաս տված ունեմ կամ մի բան, իմ աչքերը լցվի ու ես ինձ շատ վատ զգամ, ընդհանրապես շատ շուտ հուզվող եմ ես, կարող արտաքինից չերևա, բայց այդպես եմ, հա ու անընդհատ նույն հարցներ տալի ու տենց օրերից մի օր բերել էր մի երկու օր պայել էր իր սենյակում, այդ պատմությունը արդեն պատմել եմ մեկ անգամ, գախնի բերել էր մի երկու օր պահել էր, հետո բերեց, ցույց տվեց, ասեց, մամա, բերել եմ։ Իհարկե ես ջղայնացա, ասեցի, չէ, հետ պետքա տանես, ում տնից որ բերել ես, հետո այնքան լովներ, ասեցի, լավ, մի երկու օր կսիրենք, հետո հետ կտանես։ Իհարկե այդ մի երկու օրը դարձավ ընդմիշտ, հետո որ պատմեց, որ իրանք սեփական տան մեջ են ապրում ու այդ մնացած իր ապերներին ու քուրիկներին
կերել են ինչ-որ թռչուններ, մեծ թռչուններ են այստեղ թռչում, ոնց որ սենց մեղքս տվեց, ասի հազիվ ինքն է փրկվել ու հիմա ոնց որ ուղարկեմ, բա որ Իրան էլ ոնց որ վնաստան ու իրոք ինձ թվում է այդպես էլ եղել է, որովհետև ինքը մի քիչ սենց հետաքրքիր ձևի բնավորություն ունի։ Մեկ վարքյան ինձ զանգ է գալիս, տեսնեմ ով է ու նորից շարունակեմ։ Ժողովուրդ, հարևանուհիս էր զանգում, իրականում մեր կողքի պատեզդում են ապրում, գնացել էր Հայաստան, ետ է վերադարձել եւ ինձ չի մոռացել, ինձ համար ոնց հասկացա համով բաներ ա բերել, որ ասում Հայաստանից անհրաժեշտ բաներ, չեմ նայել, տոպրակը բավականին մեծ է, հələ մի հատ էլ ներողություն էր խնդրում, ասում կներես, որ քիչ բան եմ բերել, բայց հավատացեք հեչ քիչ բան չկա մեջը, ես վստահ եմ, չեմ նայել։ Հեսա միասին ենք այն, որ ասում անակնկալի գալու, շատ շնորհակալ եմ Տիկին Անահիտ ջան, շատ զգացված եմ, որ չեք մոռացել։ Ահա։ Եվ իհարկե էտո Ալին եմ շնորհակալ, որ Միկոյիս առողջություն ա մաղթում, իրականում արդեն իրեն լավ ազգում, այսօր եկավ թրավ դիվանուն, նույնիսկ գլխով խփում էր, լկստվում էր, մի պահ նույնիսկ նկարահանել եմ, երևի այստեղ կգցեմ, արդեն իրեն լավ ազգում, փառք Աստծո, փիսիկս լավանում է։ Ահա։ Այստեղ գրել է Ռիտա Բեգլարյանը, բարև Սերինե ջան, շուտով գալու ենք Փարիզ, մի քանի լավ խանութ խորհուրդ կտաս։ Ուրեմն Ռիտա ջան, ես անկեղծ ասեմ, Փարիզում եղել եմ 2 անգամ, հատուկ խանութներ չենք շրջել, գործերով ենք եղել Փարիզ, եւ երբ որ եղել ենք շատ տարիներ առաջ, այդ ժամանակ նույնիսկ լավ ֆրանսերեն չէինք խոսում ու կարելի ասել, որ մեր գլխում լրիվ ուրիշ են, որ ասում խնդիրներ էր, բայց գիտեմ, որ շատ գեղեցիկ առևտրի կենտրոն կա, Գալերի Լաֆայետ, ներքևում հասցեն կթողեմ եւ այստեղ էլ sense փոքրիկ նկարը կտեղադրեմ եւս որ տեսնեք մեր Սամոնուելին չոն որ հաճախ գնում են Փարիզ իրանք սիրում են այդտեղ այցելել բոլոր խանութները կարող եք գտնել այդտեղ մեկ տեղում ու համել շատ գեղեցիկ է աչքին հաճելի վայր է ու մենք էլ ենք պլանավորում երևի թե հովերը մի քիչ ընկնի գնանք մեկ օրով կամ երկու օրով Փարիզ շրջելու այդ վաղտ մենք էլ կայցելենք ու կնկարեմ հուսով եմ որ օգտակար էր նայեք այստեղ Սելենա SS հա Սելենաս 463 որոշեցի այսպես պատասխանեմ երևի թե ավելի ճիշտ կլինի ավելի միգուցե հասկանալի կլինի եւ ինչու ոչ միգուցե շատ-շատերին նույնպես հետաքրքրի, քանի որ դուք ոնց հասկացա հին հոլովակ եք նայել, իսկ մարդիկ կան, որ նոր են ու չեն դիտել, այսպես ասեմ, կարդամ սկզբից կոմենտարյան, խնդրում եմ կասեք այդ պահին ձեր կարգավիճակը, կարդամ հետո բացատրեմ ինչի մասին է խոսքը լավ, քանի որ ChatGPT-ին չեմ կարողանում համողել չգիտեմ ճիշտ եմ կարդում թե չէ, որ կարող ենք տեսեք ինչ է ասում դետաքսը, tax free shopping-ը նշանակում է, որ որոշ մարդիկ կարող են հետ ստանալ գնման մեջ ներառված TVA ֆրանսերեն, երբ ապրանքները դուրս են բերվում տվյալ երկրից, Ֆրանսիայում դա աշխատում է այսպես, եթե դու բնակվում ես Եվրոպայից դուրս, կարող ես գնումներ անել Ֆրանսիայում եւ մեկնելիս ստանալ այդ տաքս կոչվածի դետաքսը, հա, այսպես ասեմ, ոնց որ այդ նալոգը, որը որ կա ապրանքի վրա այստեղ Ֆրանսիայում։ Եթե դու բնակվում ես Ֆրանսիայում կամ ընդհանուր արմամբ եմ ապա սովորաբար դետաքսից օգտվել չես կարող նույնիսկ եթե մեկնում ես այլ երկիր իրականում ես որ ձեզ պատմել եմ դետաքսի մասին ինձ դրա մասին ասել է իմ գործընկերուհի Ինեսան ու ես ձեր կոմենտարյան կարդալուն պես դիմեցի իմ Ինեսային որովհետև ես ինքս այդքան տեղեկություն չունեի անցած տարի երբ որ նախանցած տարի մենք գնացել ենք ես այդ դետաքսի մասին ինֆորմացիա չեմ ունեցել իսկ անցած տարի Ինուլիկը ինձ ասեց իմանալով որ շատ մեծ առևտուր եմ անում ասեց Սերին կարաս դետաքս անես
ու ես գնացի, երբ որ իմ առևտուրն արեցի, երբ որ առևտուր եք անում, խանութ, յուրաքանչյուր խանութից ուզում եք բան, դաժե ֆրանսերենը մոռացա, կտրոնը չէ, ուզում եք ֆակտուր եք ուզում, ասում եք դետաքս եմ անելու, ինձ ֆակտուրա պետք, ու ամեն խանութից ձեր ֆակտուրները հավաքում եք, կարծեմ 2 շաբաթ թե 1 շաբաթ ունեք առևտրից հետո, որ դետաքս դիմեք։ Ու ես այդպես էլ արեցի, գնացի, երբ որ ուզում էի դետաքսի այդ վայրում, ես տվյալ ինքս ես արել եմ Լիոն քաղաքում, Պարդյու սենտրը կոմերցիալում, հա, այսպես ասեմ, շատերը այստեղ եք ապրում, մեծ սենտրը կոմերցիալը, գնացել եմ ինքնտեղ հատված ունի, որտեղ որ կարող ես գնալ եւ դիմել դետաքսի։ Այդ ժամանակ ինձ հետ մենակ ֆրանսիական կյախցի ժուխս էր։ Այդ աղջիկը ինձ ասեց, չէ, ֆրանսիական թղթով չի լինում, պետքա ձեր անձնագիրը լինի ուրիշ երկրի, ու իհարկե հայկական անձնագիրել մենք ունենք, ես մի քանի օր հետո Սամոյի հետ վերադարձա ու հայկական անձնագրով, այսինքն արվում է դետաքսը ոչ թե ֆրանսիական քարտով, այլ հայկական անձնագրով, եթե դուք գնում եք դետաքս խնդրելու, դիմելու, ոչ թե խնդրելու, անպայման տանում եք ձեր հայկական անձնագիրը կամ չգիտեմ մեկ այլ երկրի որտեղ որ դուք գնում եք կամ որտեղից որ դուք եկել եք։ Եթե միմիայն ֆրանսիական անձնագիր ունեք, չի անցնի, այսպես ասեմ։ Օրենքով այո, իրավունք չունենք, եթե մենք ապրում ենք Ֆրանսիայում, իրավունք չունենք, բայց կարող եք փորձել։ Գնում եք, դիմում եք, կլինի, չի լինի։ Ինձ նորից եմ ասում, կարող եք, եթե այստեղ եք ապրում, գնաք Պարդյուի այդ սենտրը կոմերցիալը հայկական անձնագրով, ոչ թե ֆրանսիական, չի անցնում ֆրանսիականով։ Ես երկուսն էլ ունեմ եւ դիմում եք դետաքսի։ Դա ինձ ինուլիկս ասեց, երեք բացատրեց, ասում է սերին չէ, մենակ ուրիշ անձնագրով ֆրանսիականով չի անցնում։ Այսպես։ Պատասխանեցի, այստեղ ակնոցների արտիկուլն էիք հարցնում, ձեզ գրել եմ իհարկե, իսկ ֆենի համար եք հարցնում Ռուզաննա Հենոկյան երևի, Հենոկյանը գրած բարև ձեզ Սերինե ջան, իսկ խիտ մազերին կլինի ֆենել։ Մենք չունենք ձեր, ոնց են ասում, ձեր հնարավորությունները խիտ մազերի, բայց կարծում եմ, որ կլինի, բայց անկեղծ կասեմ, անկեղծ կպատասխանեմ ֆենի առումով, ֆենը վատը չի, բայց այն նույնը չի, ինչ որ ես ունեի, որովհետև այն ֆենը հրաշք ֆեն էր, ու ես պատրաստվում եմ զակաս տամ Իտալիայից բերեն հասցնեն։ Այդ ֆենը համոզված եմ, վստահ եմ ու կարող եմ 100%-ով ասել, 5 անգամ խիտ մազերը նույնիսկ ընտիր ֆեն կանի։ Իսկ էսի ֆենում է, բայց այն էֆեկտը չի տալի մազերին, այդ փայլը չի տալի, չէ՞ որ ես նույն մարդն եմ, ես ֆենելու ձևը գիտեմ, բայց թե չի չի տալի այդ էֆեկտը չեմ հասկանում։ Էլի հզոր է իդեպ։ Ահա։ Իսկ հիմա ռեկլամնի պաուզա։ Եկեք տեսնենք Տիկինանա հետ ինձ ինչ ա բերել, հետո անդրադառնամ այն կոմենտարիային, որի համար մենք այսօր հավաքվել ենք ժողովուրդ։ Ֆիզիկը ողեցավ ձենից։ Էսի կոչվում է մի փոքր բան բերել։ Հիմա գիտեմ, որ կանաչ լոբի է բերել, ասես կանաչ լոբի էլ եմ բերել։ Ռեհան եմ տեսնում, ես արդեն էստեղ։ Սա չգիտեմ, որ ճիշտն ասեմ, ինչ կանաչի է։ Ցիտրոն, հա։ Ցիտրոն է երևի, ես ինչ վատ եմ կանաչիներից։ Բայց անուշ հոտ ունի, ժողովուրդ, հելի մի հատ գրում եք, կարոտեցի Հայաստանը, այսա կլաց եմ, էսի ցիտրոնն է չորացրած, չնայած կարող եմ գրել Տիկին Անահիտին հարցնել, բայց ինքին վիդեոները նայում ա Տիկին Անահիտը, սա կգրի, կզանգի կամ կգրի կասի ինչա, ինչ անուշ հոտ եկավ, շատ մերսի, մեր հայկական փուճուր տոպրակները ժողովուրդ, ստեղ չկան սես տոպրակներ, էսի մեկ, տեսնում եմ Ռեհան, հիշում եք նախորդ վիդեոյում, որ ասում էի մի փշուր Ռեհան ունեմ, ով էր ասում, թե գնացեք, հələ նայեք ինչքան ունեմ ես Ռեհան, ինչավ է սա, ամանն է լվացել եմ, հեսա պոլնի զապրավկական եմ,
Ռեհան ես շատ եմ սիրում։ Ցիտրոնի հոտն էլ ինձ ուղակի սենց Հայաստան տարավ։ Սա չորացրած լոբին է։ Շատ շնորհակալ եմ։ Նայեք, չորացրած լոբի։ Չորացրած լոբու հոտն էլ եմ սիրում։ Ասեց մի փոքրիկ քիչ է չորացել, պետք է մի քիչ էլ չորացնեմ։ Ահա, այս էլ մեր չորացրած լոբին է։ Այսենց լավ հարևաններ ես ունեմ, դե գնացեք ու նախանձեք։ Սա Հայաստանից չի եկել, ձեռնոցներ են, մերսի, կոկրոս չունեի են, օրը ինչ էի խառնում, մսի ֆարշը պետք է խառնեի, ձեռնոց չունեի ժողովուրդ, քանի որ եղունգներս է երկար, ասեցի միսը, որ ես խառնեմ, տոլմայի ֆարշը պետք է խառնել, ասեցի մի կես կիլո միս մտնելու է իմ եղունգների տակ, Արմենին ասեցի, արի դու խառնի, ասում է, ձեռնոց հակի, ասի չունեմ, այսօր գա ասեմ, նայի ձեռնոց ունեմ, կակրած իմ ռազմերին է, ընտիր, նույնիսկ ձեռնոցով են հարևանները ապահովում, ընտիր, վсё, իմ ձեռքերով է նայեք, մերսի շատ, Արմենին փրկիր տիկինան այդ, Ես էլ այսպես ձեռնոց ունեմ ու այստեղ կոնֆետ ունեմ լիքը, կտանենք արձակուրդի տեղը, ես ու Արմենը սուրճ կխմենք, Ժակլին, չեմ կերել, որ ճիշտն ասեմ, Ազորիկա, ես էլ չեմ կերել, հեսա Ալոնա ընկերուհին էլ այստեղ կան, չեմ հյուրասիրեմ, Մեդունոկ, չեմ կերել, հետաքրքիր է, անծանոթ կոնֆետներ են, բայց ով էր ասում, որ ես քաղցր չեմ ուտելու, սուտ էի ասում, հեսա ուտելու եմ Արմենի հետ կոֆե եմ խմելու, ահա, ես էլ իմ կոնֆետները, ես մի փոքր բանն է, էլի, դե դուք պատկերացրեք, մեկ էլ լոխում է, ռահատ լոխում, ես էլ համով, ես սիգարեթն է շատ համովրնում սրանով, վանիլայինն է ժողովուրդ, Վերանս ջուր լծվավ, բայց հիմա չեմ ուտում, չէ, այդ սաղ Արմենի հետ, քաղցրը կոֆեի հետ, շատ շնորհակալ եմ, ճիշտ է ես անձամբ շնորհակալություն հայտնեցի, բայց նորից եմ ուզում ասեմ, շատ շնորհակալ եմ տիկին Անահիտ ջան, այսքան մեծ տոպրակով դուք ինձ եք եկել, շատ շնորհակալ եմ, իրոք անկեղծ, այնքան վատ եմ ինձ զգում հիմա, որ նայում եմ այդքան մեծ քանակի բան ու ինձ ամենակ տրվել, վստահ եմ, որ ամեն դեպքում շատ մեծ քանակի չեն կարող բերել, որովհետև նախ քաշի հարցնա, հետո այնտեղ չափեր կան, լիմիտ կա, հա, ու որ ին մասին մտածել եք եւ այսքանը մենակ ինձ եք բերել, շատ շնորհակալ եմ։ Անպայման մի օր ձեզ կծանոթացնեմ իմ հարևանու հետ, եթե իհարկե տիկին Անահիտը համաձայն կլինի իմ վիդեոյում նկարվել։ Ահա, շատ մերսի։ Դե իհարկե Երևանցի տոպրակն էլ դա լրիվ մի ուրիշ զգացողություն է։ Ինչ է ուզում ասել։ Իդեպ իրոք տեղին էր այս, չի անջատվել էս, մի անգամ անջատվել էր, արդեն վախացրել է։ Տեղին էր այս ամեն ինչը տիկին Անահիտի կողմից, ինչու, որովհետև այս կոմենտարյան երևի թե կկարդամ ու գրողը միգուցե իր գրածից գետինը մտնի, միգուցե եւ այնքան անհասկացողը լինի, որ գետինը չմտնի, բայց մինչև կարդալ ուզում եմ ասեմ, որ մենակ ինձ մոտ չեն գալիս եւ ելույթ ունենում, այ շատ-շատերի մոտ եւ նույնիսկ երեք ձուկը մաքրելիս Facebook-ով ինձ բերեց Դավթյան հումորիստ ունենք է, ինչ Դավթյան, Դավիթ Դավթյան, անուտակը կգրեմ, իրոք չեմ հիշում, Փաստորեն իր ելույթից, հենց ամիջապես ելույթի ընթացքը, որ տրվել է, որ պետք է մտնի բեմ եւ ելույթ ունենա, ինքը կոմեդիայի ժանրից է, կոմիկ է, հետը բարձրացրել ինչ-որ մի տղա, ինչ-որ պլակատ է բարձրացրել, որ հողերը հանձնում ենք, չգիտեմ, եւ այլնս, պոլիտիկայի մեջ մտած ծրագիր, այդպես ասեմ։ Այդ խեղճ տղան բացատրում է, որ ինքը պոլիտիկայով չի զբաղվում, իր կոնտենտը հումորային է եւ նա գալիս է մարդկանց ուրախություն պարգևել եւ ոնց որ հարամել է կարելի ասել ելույթը։ Բայց ուզում եմ սա կարդալ, սա գրված էր այն վիդեոյի տակ, որտեղ որ իհարկե կոմենտարյան այսպես նշելու եմ, որ տեսնեք, գրված էր այն վիդեոյի տակ, որտեղ որ մենք գնացել ենք Մանանեստում եղունգները սարքելու եւ մենք ուտում ենք ծիրան, իրականում
Սկզբից չհասկացա այդ վլոգի տակ գրելու այս կոմենտարիայի իմաստը, կներեք, որ մի քիչ երկարացնում եմ։ Ուզում էի հասկանայի, թե այս վլոգի տակ իմաստը որն է, որ դա գրվի։ Հետո որ այն գլխից մեջ պտտեցի ու հասկացա, դե ինչու՞մն է կայանում այս կոմենտարիան։ Դա կապված է ծիրանի հետ, որ ես ասում եմ Հայաստանից բերված ծիրանն է, ուրախ ուտում ենք, ուրախանում ենք, ինչը որ նորմալ է, մեր հայկականն է, յուրաքանչյուր մի փոքր մասնիկ Հայաստանից բերված մեզ համար ուրախություն է, հա։ Նախապես ասեմ, որ մեր ընտանիքը կոնկրետ ես, Արմենը եւ մեր երեխաները պոլիտիկայով չենք զբաղվում, ոչ մի կողմին չենք սատարում, մեզ համար բոլորն էլ նույնն են, մինչև առայսօր մեր համար, մեր երկրին արժանի ղեկավար մենք չենք տեսել, անկեղծ եմ ասում, պոլիտիկայով չենք զբաղվում, բայց մեր անձնական կարծիքն է, ոչ մի կողմին չենք սատարում, ինչու եմ ասում, որովհետև այս հիմարը, նայեք ինչ ա գրել, Ֆրանսիայում ապրողները բոլորը Նիկոլի զոմբիներ են, հա, ոնց որ ես Մակրոնին նամակ եմ գրելու, որ վերանայի հայերի կեցության ֆայլերը, եթե Հայաստանում այդքան լավ է, դավաճան Նիկոլին եք քարոզում, ինչի եք մնացել Ֆրանսիա, հայդե Հայաստան, հատկապես ֆրանսիացիներից էլ ֆրանսերենից էլ շատ եք կաղում, սխալներով եք խոսում ու ահավոր ակցենտով, Արցախը տված 5000 հոգու կյանքը խլածին պրոպագանդում են, սրանք ինչ միս ու արյունից են, իդեպ նամակը գրելու եմ, գուզես օգնեմ գրես, կամ հասցեն տամ ուղարկես, ուրեմն լսի ստեղ, օքեյ լավ, չենք իշնում քո մակարդակին, ինչ բառ ասեմ, որ ես ինքս ինձ ոնց որ պահեմ իմ ռամկաների մեջ, բայց դրա հետ մեկտեղ ես անշնորհակալ քրդիշանը, օքեյ, լավ, այդպես ասեմ, չնայած շուն կոչվելու իրավունք էլ չունեք, շունը հավատարիմ է եւ բարի կենդանի է, դուք ես չգիտեմ ինչ եք, ընդհանրապես, նախ սկսեմ նրանից, որ մենք ոչ մեկի չենք սատարում ու չենք էլ պատրաստվում սատարել։ Երկրորդը, թե դուք պատրաստվում եք Մակրոնի նամակ գրել, ասեմ ձեզ Մակրոնը գիշեր-ցերեկ չի քնում, ու անհամբեր սպասում է ձեր նամակին, որ կարդա, նոր այդ մարդը հասկանա ֆայլերը պետք է բացել, ստուգել թե ոչ։ Նա ես այնքանի վրա վստահ եմ, որ ես կներես, բայց թքած ունեմ քո գրածի վրա, որովհետև իմ ամեն ինչը իդեալական է ու մաքուր է։ Ես ասենք նեղվելու ընդհանրապես մի տոկոս չունեմ, հասկանում ես։ Ասենք քեզ եմ ուղում համիջապես, ասենք քո վախացնելը իմ համար զրոյից էլ հələ մի բան էլ քիչ է։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե դու ով ես, որ գաս իմ հոլովակի տակ, ելույթ ունենաս հերիք չի, մի հատ էլ մեր հայերին, ովքեր ապրում են Ֆրանսիայում կամ նույնիսկ Հայաստանից դուրս անկախ պետությունից, մի հատ էլ հələ վախացնես, որ դու չգիտեմ նամակ ես պատրաստվում գրել, դու ով ես այ ոչնչություն, որ հայ ազգին ախտաս, որը որ դու այդքան չկաս, հասկանում ես, դու այդքան չկաս, ես չգիտեմ դու ով ես, ինչ ես քեզնից ներկայացնում, ես ուղղակի ինձ հիմա զսպում եմ իմ էմոցիաների մեջ ու չեմ ուզում քեզ ասեմ բառեր, որոնք իրականում դու արժանի ես լսելու, բայց այստեղի հայերը մի միլիոն անգամ ավելի շատ հայ են, քան թե քո նման հիմարն ու ոչնչությունը, որը չի զլացել այս հիմար կոմենտարյան գրել է հերիք չի, մի հատ էլ իր հայ ազգին վախացնում է, որ Մակրոնի նամակ կգրի ու ֆայլերը բացել կտա, ասենք դեբիլ դուբին անձնավորություն, հենց տենց էլ ասելու եմ, ես քեզնից չեմ վախենում, կարաս գրես, նույնիսկ Հռոմի պապին կարաս գրես, ասենք ընես չի էլի, որ Մակրոնը այնքան չկա, որ սպասելու է քո նման ոչնչությունը նամակ գրի, որ ինքը հայերի ֆայլերը կամ դոսիեները, տենց ասեմ, բացի ու ստուգի, արխային կարաս գրես, եթե պետք է, ասում եմ, կարանք միանանք, քեզ օգնենք այդ նամակը գրես, եղավ, էդի մեկ, ինչ վերաբերվում է սխալներով խոսալը կամ ակցենտով խոսալը, լավ եմ անում, կարամ սխալով է խոսամ,
Կարամ ակցենտով էլ խոսամ։ Դա իմ մայրենի լեզուն չի։ Ես այստեղ ընդամենը 15 տարի եմ, որից կարելի ասել 8 տարին ընդհանրապես տանից դուրս չեմ եկել, վերջի 8 տարին է, որ սկսել եմ սոցիումի մեջ ինտեգրվել, հա, այդպես ասեմ։ Եվ իմ խոսացած չափը ինձ այնքանով է ներել, որ ես բավականին լավ պաշտոն եմ զբաղեցնում, ասեմ քեզ իմանաս իմ աշխատանքի վայրում։ Ու դա իմ աշխատասիրությունն է։ Այնպես որ եթե Մակրոնին իմ մասին նամակ գրես, հատկապես իմ մասին էլի ինչ կլինի գրի, էլի շատ կուզենամ։ Ինձ թվում է որ Մակրոնը հələ մի բան էլ ինձ մեդալ է տալու, մենակ ինձ չէ, իմ ընտանիքին, որ մենք այդքան լավ ընտանիք ենք, ու ընտրել ենք Ֆրանսիայում ապրելը, ասեմ իմանաս։ Ժողովուրդը նենց էի ջղայնացել երեք այս հիմարի գրառումից, հասկանում եք, ասենք ինչքան դու պետքա չար լինես, այստեղ կապ չունի, դու սատարում ես Սերժին, Քոչարյանին, Փաշինյանին, Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, հա, ընդհանրապես կապ չունի, թե դու ում ես սատարում։ Մենք հայ ազգ ենք, մենք հայ ենք, ի վերջո մենք հայ ենք, ժողովուրդ։ Այո, մեր 5000 հոգի, այս մեր 5000 երեխաները, որ գնացին զոհվեցին, բոլորի սրտում այդ ցավը կա, բոլորի սրտում, ու անկախ դրանից թե դու ում ես սատարում, այդ երեխեքը իրավունք ունեին ապրելու։ Անկախ նրանից մեր հայ երեխեքը կլինեն, թե այլ ազգի երեխեքը, այդ այլ ազգի երեխեքն էլ ունեն ծնողներ, մայրեր, որոնք ունեցել են, դժվարությամբ մեծացրել են։ Ինչ եք մենակ մտածում, որ մեր երեխան երեխա է, դիմացի ազգի երեխան երեխա չի։ Ժողովուրդ, երբ որ դուք սիրում եք ընդհանուր մարդ տեսակը, դուք սիրում եք, ոչ թե չեք սիրում մենակ այն մեկին, ով որ ձեր նման է մտածում, ով որ ձեր ամիջապես հարևանն է կամ բարեկամն է։ Այնպես որ մեր երեխաներին եկեք հանգիստ թողնենք, որոնք որ ցավոք սրտի գնացին զոհվեցին, ցավոք սրտի։ Արցախը տվել են թե չեն տվել, դա ցավոք նույնիսկ դա մեր ձեռքերում չէր։ Լիներ պատերազմ, չլիներ, շատ հարցերում մենք շատ փոքր մարդիկ ենք։ Այդքան պատերազմներ է հիմա տիրում աշխարհով մեկ ու հավատացեք, մենք հասարակ ժողովուրդս մենակ տուժվողներն ենք։ Միայն տուժվող կողմն ենք։ Պոլիտիկայի մեջ այն հիմնական մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը սկսում են եւ վերջացնում են, իրանց ոչ երեխաներն են վնասվում, իրանց ոչ տներն են վնասվում, մենակ մենք հասարակ ժողովուրդս տուժ ենք կրում, լինի դա մարդկային կողմից տուժ, վնաս, թե ընդհանրապես ընդհանուր, հա։ Դա մեր ցավն է, մեր հայի ցավն է, որը որ մենք երևի թե երբեք չենք մոռանա, սկսված մեր գենոցիդից մինչև առ այսօր, այն ինչ որ կատարվում է մեր ազգի հետ, ու հուսով եմ դրանից ավել ոչինչ չի լինի ու կգնանք դեպի լավը։ Անկախ նրանից մեր երկրի գլխավորը ով կլինի, իմ համար կարևոր է, որ մեր ազգը ապրի համերաշխ ու առանց պատերազմ։ Անկեղծ եմ ասում։ Միայն Աստծուն խնդրում եմ, ու ես վստահ եմ բոլորդ եք կուզեք դա, որ լինի համերաշխություն, չլինեն պատերազմներ, ապրենք հանգիստ, մի փոքրիկ կյանք ունենք, վայելենք եւ ապրենք։ Իսկ ձեր նման չար մարդիկ, ձեր մեջ այնքան չարություն կա, որ դուք խոսում եք ձեր նույն ազգի մասին, անկախ դրանից կապրես Ամերիկա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, չգիտեմ այնտեղ տարբեր ուրիշ երկրներ կան, Իտալիա, մի խոսքով մենք հայ ենք մնում ու մեկս մյուսից պետքա թև ու տիկունք լինենք, ոչ թե ձեր նման էս ոչնչությունները, որ գալիս են ու ելույթ են ունենում։ Նորից եմ կրկնում, կարաս գրես թե Մակրոնին, թե Հռոմի պապին, թե ում ուզում ես, բայց լավ իմացի, որ այդ վատությունը այն մարդկանց ում կարող է եւ վատություն լինի քո գրած նամակը, ինձ որ հաստատ վատություն չի, թե չէ ես տենց ոգևորված չէի խոսա, կթաքնվեի, որ հանգարց քո նամակը չհասներ տեղ էլի, բայց եթե դու նույնիսկ մեկ հոգու քո ասածով վնաս տաս, չնայած քո նամակը սկի միջև Մակրոնի տուալետ չի հասնելու, ասեմ իմանաս, նես չի էլի, որ Մակրոնը նստելու է ու քո նման ոչնչությունների նամակներին է սպասելու, որ բացի կարդա։ Հենց որ կարաս քեզ այդքան էլ նեղություն չտաս, բայց եթե ուզում ես կարաս տաս, ասենք այնքան որ, հա, քո հոգուն թեթևություն դա կբերի, այդպես ասեմ։ Բայց եթե նույնիսկ տեղ հասնի ու մեկ ընտանիքի էլ դու վնաս տաս, իմացի որ վերևում դու պատասխան ես տալու Աստծո առաջ։ Այ իրենից պետքա վախենալ։
Այսքանով ես երևի թե կավարտեմ, ներող եղեք, ուղղակի հատկապես երեք որ տեսա Հովհաննես Դավթյան, հիշեցի, իրա ելույթը, թե ինչքան էր ինքը բարկացել այդ ամեն ինչից ու նույնը ինքն էր ասում, ասում երբ որ դուք մեր պետությունն եք պաշտպանում, մեր պետության օգտին եք այդ ամեն ինչ անում, ես կհասկանամ, բայց երբ որ դա ծրագրավորված ինչ որ մի միտինգատիպի բան է, որը որ նախապես պլանավորված է վերևներից, որ այդ ամեն ինչը կատարվի, ասում եմ ես դա չեմ ընդունում եւ ինքն էլ ահա որ բարկացած էր, երևի թե որ մանգակ կգտնեք եւ ես հասկացա այդտեղ որ ձեր նման ոչնչություններ կաշառված շատ կան ու իրոք կաշառված են, որոնք մտնում են թե էջերում են գրում, թե տենց մարդկանց ինչ որ ելույթներն են խափանում։ Նորից եմ կրկնում, ձեր նման ոչնչությունները ոնց կան ոչնչություն, այդպես էլ կմնան ոչնչություն։ Ձեր նմաններին ոչ կսիրեն, ոչ էլ կհարգեն, որովհետև դուք ինքները ձեզ ոչ սիրում եք, ոչ էլ հարգում եք։ Մեր երեխեքի անունները չտակ, որ երեխեքի նկատի ունեմ զոհված երեխեքի, դրանով չթաքնվեք, չասեք, որ դուք այնքան մի դարդ եք անում այդ ամեն ինչի համար, որ սենց աչ ու ձախ նստում եք ու տենց հիմարություններ եք գրում։ Իրականում, երբ որ դու մտածում ես այդ ամեն ինչի մասին, դու նույնիսկ միգուցե չարտահայտվես, որովհետև մեջդ ես պահում։ Այսքանը կասեմ։ Ժողովուրդ, ներողություն եմ խնդրում այսօրվա հոլովակի համար, դրա իսկ պատճառով սկիզբը դրեցի այն ինչ որ ինձ ոնց որ դուք լավն եք, շատ լավն եք, եւ իհարկե այդ ամեն ինչով լրացավ Տիկին Անահիտի Հայաստանից բերված այս ամեն, այս համևությունները, այս հոտերը Հայաստանը հիշեցրեց, որին որ մենք բոլորս կարոտով ենք, ցավոք, անկախ նրանից կարողանում ենք տարին մեկ գնանք, թե չենք կարողանում տարին մենք գնանք, մեկը կարոտում ենք։ Այսպես, իսկ այս տեսակներին մի քիչ խելք։ Ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ, ես չեմ սիրում բացասական հոլովակներ, բայց պետք է արտահայտվեի, թե չկտրակեի։ Ձեզ ինչպես միշտ ասում եմ, լավ մնացեք ու պաչիկ։